Նպատակները սերմեր են, եթե հավատքով ցանենք, հոգատարությամբ խնամենք, մի օր նրանք անպայման ծիլեր կտան, կծաղկեն ու կլինի բերքահավաք։ Նպատակները ուղիղ ճանապարհներ չեն, նրանք նման են ոլորանների, եւ հենց այդ ոլորաններում մենք գտնում ենք ինքներս մեզ։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ եւ այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ տաղանդավոր սիրված երգիչ Գևորգ Սիրեկանյանին։ Գևորգ ջան, համեցիր։ Բարի գալուստ մեր տաղավար, վերջապես առիթ ունեցանք իրար հանդիպելու հենց մեր տաղավարում։ Հուսով եմ այսօր հրաշալի զրույց ենք ունենալու եւ կլինեն շատ խոստովանություններ։ Տեսնենք։ Գնացինք զբաղեցնելու մեր տեղերը։ Սկսենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել, ովքեր են ձեր ծնողները եւ ով է ձեր անունը ընտրել։ Ես ծնվել եմ Երևանում, մենք արմատներով Արմավիրից ենք, բայց մանկության տարիներից ապրել ենք Երևանում։ Իմ ծնողները երկուսն էլ քիմիկոսներ են, իրար հետ հանդիպել են հենց քիմիական տեխնիկումում։ Իսկ ով ընտրեց անունդ, ինչու Գևորգ ընտրվեց։ Իմ անունը, ճիշտ ասած, Սուրբ Գևորգի հետ կապ ունի, տատիկիս, մորական տատիկիս երազին գալիս է Սուրբը ու ասում, որ տղա թորնիկ եք ունենալու ու անունը կդնեք Գևորգ ու այդպես իմ անունը դնում են Գևորգ։ Գևորգ։ Ինչպիսի աշակերտ եք եղել դպրոցում, լավ եք սովորել։ Հա, լավ եմ սովորել, էդ էլ երևի ծնողներիս խստապահանջությունից էր նաև գալիս։ Նու վերջի տարիներին արդեն մասնագիտական ուղղվածության հետ մի քիչ ավելի մասնագիտական առարկաներին էի ուշադրություն դարձնում, քանի որ 7-րդ դասանից տեղափոխվեցի հիմնական հանրակրթականի հետ մեկտեղ տեղափոխվեցի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց ու ավելի մասնագիտական առարկաներին էի ուշադրություն դարձնում, այսպես ասած, չնայած որ ուսուցիչներ ունեին, որ շատ խիստ էին, չնայած որ այդ մասնագիտությունները, այդ առարկաները մեր հետ առհասարակ կապ չուներ, ֆիզիկա, քիմիա, բայց այդպես։ Ծնողներդ նշեցիք, որ քիմիկոսներ են, երկուսն էլ չէ, եւ նրանք չէին ցանկանում ձեզ էլ ուղղորդել այդ ուղղությամբ։ Ես անգամ այդ քիմիական տարերից կիլոմետրով հեռու չեմ սիրել այդ առարկան, ես անկեղծ ասեմ։ Իսկ իրենց համար խորտ չէր, որ հասկացան իրենց տղան ուզում է դառնալ երգիչ։ Այդ մասնագիտությունը խորտ չէր, կարող է ուրիշ մասնակցության մեջ նրանք պատկերացնեն, որ դուք կայանաք, կընտրեք այդ մասնագիտությունը։ Քանի որ ես փոքր տարիքից եմ երգել, դա ինչքան իմ համար էր սովորական չասեմ, արդեն սիրելի, նաև իրանց համար էր դա ընդունելի էլի, այսպես ասեմ, նենց չէր, ինչ-որ մեծ տարիքում միանգամից որոշեցի երգեմ, երգել եմ 5-6 տարեկանից։ Դպրոցը ավարտելուց հետո ինչպես շարունակվեց ձեր կյանքի ճանապարհը, որտեղ ընդունվեցիք, ուր գնացիք, ինչ արեցիք։ Երբ որ ես սովորում էի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հիմնականում այդ դպրոցի սաները միանգամից տեղափոխվում են կոնսերվատորիա բոլորը։ Ու այդ տարիներին վարձը կոնսերվատորիայի շատ թանկ էր ու մտածում ենք, թե ոնց պետքա լինի եւ այլն եւ պատահական իմ դաշնամուրի ուսուցչուհին ինձ մայրիկիս խորհուրդ է տալիս, ասում որ թատերական ինստիտուտում կա մի բաժին, որը որ 4 տարին մեկ է ընդունելություն է լինում, հա, այդ կուրսը 4 տարին մեկ է հավաքվում, ու դա երաժշտական թատրոնի մյուզիկլային դերասանի մասնագիտություններ։ Այդպես իմացանք, որ մյուզիկլային երաժշտական թատրոնի դերասան այդ ֆակուլտետն է 4 տարին մեկ հավաքվում ու հենց այդ տարին ընդունելություն կար։ Եվ իմ դաշնամուրի դասատուի խորհրդով գնացինք թատերական ինստիտուտ, ես փոքր տարիքում գնացել էի մանկական համերգաթատրոն, այնտեղի ռեժիսորին մերոնք գտել էին ու գնացինք, որպեսզի ասենք, որ պարապի ինձ հետ, որ ընդունվեմ ինստիտուտ եւ այլն։ Ու այս մարդը ասեց 20 քանի հատ գիրք պետքա կարդաս, պիեսներ, ես էլ անկեղծ ասած
այդ վերջի տարիներին չէր ստացվում որ ես գիրք կարդամ եւ այլն։ Այո։ Ու դից միանգամից հանկարծակի եկա այդ ամեն ինչից ու օր էր ասել որ պետքա գնայի ուրբաթ օրը ու չգնացի։ Հետո մեկ էլ զանգում է Կիրակի օրը այս մարդը ու ասում կներեք որ ես չկարողացա գայի ուրբաթ օրը, ես կսպասեմ Գևորգին երեքշաբթի օրը։ Այսինքն ոչ ես եմ գնացել, ոչ էլ ինքն է գնացել ինստիտուտ։ Ու տենց որոշեցի մերոց հորդորով գնա անպայման գնա, այդպես գնացի ու ինստիտուտի այդ արժութ արժային ժամերի գնացի ու այդ ամեն ինչը միանգամից ինձ գրավեց, այդ 20 քանի հատ գիրքը ես մի շնչով կարդացի ու այդպես ընդունվեցի թատերական ինստիտուտ ու իրականում ես հետ հայացք որ գցում եմ, ես շատ գոհ եմ, որովհետև ինչ մի քանի մասնագիտական ուղղվածություններ ա տվել ինստիտուտը, թե դերասանի վարպետություն, թե թեկուզ ռեժիսուրա, բեմում շարժվելու այդ ամեն ինչը բեմ շարժումը մեծ օգուտ ա տվել, նաև ճաշակ ա մեծ տալիս։ Շատ կարևոր է, իհարկե բեմում աշխատող արտիստը պետք է ունենա նաև դերասանի վարպետություն եւ մոտ լինի այդ մասին եւս, որովհետեւ պարզապես կանգնել երգել այդքան էլ կարծում եմ շահեկան չէ։ Գևորգ, նշեցիք, որ ձեր կյանքում շատ են դիպվածներ եղել, հա, եւ բոլորն էլ կարևորված են ձեզ համար։ Ամենամեծ դիպվածը ո՞րն է, որ այդքան մեծ կարևորություն եք տալիս։ Երևի sense этаպային գամ, որ համեցել է դարքեր լինի, չեմ կարող ամեն մեկը մեկի հետ կապված է, անկախ ամեն ինչից։ Երբ որ ես սովորում էի ինստիտուտում, դրա հետ այդ ժամանակահատվածում զուգահեռ նաև նկարահանվում էի հեռուստասերիալում, բանակում հեռուստասերիալում էի նկարահանվում։ Ու երբ որ վերջի կուրսում էի, գիտեի որ հետո պետքա գնամ զորակոչվեմ հայոց բանակ։ Երբ որ հագուստը իմ սովորական հագուստը փոխում էի զինվորականի, ես նայում էի ինձ ասում էի լավ հետարքիր ես մի տարի հետո որտեղ կգնեմ այս հագուստով։ Ու մի տարի հետո հայտնվեցի նույն զորամասում, որտեղ որ նկարահանվում էի։ Պատահական հանդիպում եմ իմ ընկերներից մեկին, ով ասում է որ ասում եմ որտեղ ես ծառայում, ասեց ես ծառայում եմ նախարարության երգչախմբում, Սպայտան զորական անսամբլում, ես չգիտեմ դա ինչ է, որտեղ է, ասեցի բա ո՞նց են այնտեղ ընդգրկվում, ասեց նախարարին, դիմում եք գրում, կոմպոզիտորներից երաշխավորագրեր ես վերցնում ու գնում ես, հետո հրավիրում են քննության, եթե անցնում ես, զորակոչում են քեզ նախարարության երգչախումբ։ Այդպես դա եղել է շատ վերջի պահին, այդ էլ ձեզ ասեմ։ Ու ես նենց ստացվեց քննությունը տվեցի ու ծառայեցի նախարարության երգչախմբում։ Նաև կարևոր եղավ այն, որ ես ծառայեցի երգչախմբում, որ ծանոթացա իմ բանակային ընկերներից մեկի հետ, ում հետ էլ սկսեցինք իմ երաժշտական կարիերան։ Որովհետև մինչև Գևորգին հանդիպելը ես առհասարակ ծանոթ չեմ եղել ստուդիաների հետ, գործիքավորում, դրանք շատ անծանոթ բաներ են ինձ եղել։ Այսինքն թեկուզ իմ ընկերներից կամ բարեկամ ես չեմ ունեցել երգիչ կամ գործիքավորող, որ ոլորտին ծանոթ լիներ, ծանոթացներ։ Ու մեր երաժշտական ճաշակները համընկավ, մինչև էլ ես ձեզ ասեմ, ես դաշնամուր շատ վատ եմ նվագում ու իմ ընկերներից ում էլ որ խնդրում էի իմ մտածածը նվագակցեն, երաժշտական ճաշակները չէր համընկնում ու վատ ոնց որ կոմենտ էին անում, ու դա ինձի բաներ են անում։ Ասենք իմ ընկերներից հիմա լավագույն ջազմեններից են Հայաստանի բան, երիտասարդ, բայց իրանց ճաշակով չէր, ասում որ լավ էս ինչ ես երկու բան, ու Գևորգի հետ որ այդ առաջի երգը հանեցինք, սիրվեց, ես հասկացա որ կարամ ես այնպես բան անեմ, որ մարդիկ սիրեն ու այդ ավելի ստիմուլ ինձ տվեց։ Այսինքն նույն երաժշտական մտածողությունը ունեիք եւ դուք գտաք այն կետը, որտեղից ու երկուսիս համար ստարտը եղավ այդ երգը։ Կհիշեք ձեր ամենաառաջին աշխատավարձը կյանքում, որ ստացել եք, ինչքան է եղել եւ երբ եք ստացել։ Ինչպես բոլոր տղաները ու ավելի իմ հասակակից տղաները
1000 մի բանով զբաղվել են փոքր տարիքում։ Չֆիքսվենք այդպես բաների վրա, բայց որպես ստեղծագործող իմ առաջի երգը ինձնից առել են 10000 դրամ։ Ես հիշում եմ իմ առաջին աշխատավարձը, իմ կյանքի առաջին աշխատավարձը եղել է 20000 դրամ։ Ես խնամքով հիմա թաքցնում եմ այդ 20000 դրամը ու այդպես մնալու է ինքը։ Այդ գումարներին երբեք չեմ կպել, որտեղ ինձ համար դրանք շատ կարևոր թվեր էին։ Հալալա քեզ որ չես ծախսել այդ տարիներին։ Հա, չեմ ծախսել, պահել եմ, որովհետև իրականում շատ կարևոր են այդ 20000-ի այդ վրայի զրոները, թվերը, ամեն ինչ ինձ համար կարևոր է։ Ձեր ուսուցիչների հետ կապը պահպանվում են, թե դպրոցից հետո այդքան էլ շփում չկա։ Անկեղծ ասած ժամանակի առումով երևի կամ այդպեսի առիթներ չի ստեղծել, պատահական եթե տարբեր տեղեր, տարբեր առիթներին հանդիպեմ իմ վոկալի դասատուները ցավոք մահացել են, իսկ հանրակրթական դպրոցի ուսուցիչների հետ այդպես առիթներին լինում է, որ հանդիպում են։ Շատ հաճելի կլինի, երբ որ առիթները հաճախ լինեն եւ մեզ կրթողներին կարողանանք շուտ հանդիպել, բայց մենք ստեղծել ենք ձեզ համար այդ առիթը եւ այսօր այս տաղավարը կլծվի կրթության լույսով, որովհետեւ անակնկալ հյուր ունենք եւ այդ հյուրը ձեր առաջին դասղեկն է, Մելանիա Հելբաթյանը։ Օ, Համեցեք տիկին Մելանիա։ Քանի տարի է որ չեք տեսել։ վայ, ես Այսպիսի անակնկալներ են մեզ։ Բարև ձեզ, Համեցեք։ տարեց։ Հիշում ես, հիշեցի։ Հիշեցի։ Գևորգի Շատ առաջին անակնկալ, դասղեկը։ շատ Համեցեք։ ինձ արեցիք։ Անակնկալը երկու ստեկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ եկել եք։ Ես էլ շնորհակալ եմ, որ առիթը ներկայացել եմ, որ ես Գևորգիս այսպես պետապետ տեսնեմ։ Համեցեք, նստեք այստեղ։ Տեսնում։ Տիկին Մելանիա ջան, համեցեք։ Գևորգ իմ շատ սիրելի, իմ աննման տղադ ես իրեն հիշում եմ։ Ես 10 տարի։ ընկեր Հեյբաթյանին քանի տարի չեմ տեսել։ Երևի 1/4 դար։ հա, չէ, դուք ինձ ուզեցիք Բա որ ասում եմ մեր տաղավարը անակնկալներով։ անկեղծ չէի սպասում։ Ընկեր Հեյբաթյան ջան։ Տիկին Մելանիա, ինչպիսի աշակերտ էր Գևորգը։ Ոյ, իմ ամենասիրելի աշակերտներից մեկն է, առաջինը շատ պարտաճանաչ, Ահա։ խելացի, թերությունը միայն ամաչկոտ էր մի քիչ, դա ընտանեկան բան էր, ես գիտեմ, դա այն ժամանակվա համար դա մենք թերություն էինք համարում, որտեվ երբ հարցնում էի, հարցը գիտեր, բայց ձեռք չէր բարձրացնում, իր համեստությունը դա չէր թողնում, բայց ես գիտեմ, որ այդ հարցի պատասխանը ինքը շատ լավ գիտի։ Շատ պարտաճանաչ, ընկերասեր, ինչքան դրական հատկանիշներ են լինում երեխաների մոտ, այդ բոլորը Գևորգիս մոտ կար։ Իսկ դուք հիշում եք առաջին հանդիպումը ձեր, երբ որ մտաք դասարան ու տեսաք այնտեղ Գևորգին։ Մայրը բերեց սկզբից, ասում եմ, որ պետք է ասեմ, որ Գևորգը այս ամենին ինչ որ հասել է, նաև իր մայրիկի Զարուհու Քրտնաջան աշխատանքի, այդպես չէ Գևորգ ջան, աշխատանքի։ Գևորգը դեռ հուզված է, դեռ հուզված է։ Ես էլ շատ հուզված բառեր չեմ գտնում։ Դա ես ինչքան եմ հուզված, դուք չեք պատկերացնում։ Ինձ թվաց ինքը ինձ չի ճանաչի, որտեղ ես շատ փոխվել եմ։ Դե 20 տարուց ավել ես դες չէի տեսել Գերեբացյան ջան։ Հա, ավելի շատ։ Հա, հա։ Դուք մեծ թորան մուշեղիկի տարիքին եք մուշեղի։ Գիտեք, երկար ապրելու միակ տարբերակը ծերանալն է, Գևորգ ջան, դա լավ բան չի, բայց դե ծերացել եմ, իսկ ծերությունը ինչ է լինում, իր դրոշմը դնում է մարդու դեմքին։ Տիկին Հեյբաթյան, դուք չեք ծերացել։ Ձեր կանացի գեղեցկությունը նկատելի է։ Գիտեք, հոգով նույնն եմ մնացել։ Ես ձեզ ուզում եմ ձեզ եւ բոլոր ուսուցիչներին, այն մարդկանց, ովքեր սերունդներ են կրթում,
ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, որովհետեւ սերունդներ կրթելը դա շատ մեծ, խիստ պատասխանատու աշխատանք է, որովհետեւ հենց դպրոցից է սկսվում կրթվելու այդ տարբերակ արվեստը, այդ ամեն ինչը դպրոցն է տալիս։ Ես միշտ ասում եմ, որ դպրոցի պատերի ներսում տոնաների կշիռ ունեցող սեր կա, եւ այդ սերը ծնողները չեն տալիս, ուսուցիչներն են տալիս։ Ու մենք ձեզ շատ շնորհակալ ենք, ապրեք, որ այսօր եկել եք ու կրթության լույսն է լցվել այս տաղավարում եւ հուզումն առատ, բայց շատ մեծ սիրով լիքն է մեր զրույցը։ Շնորհակալ ենք ձեզ։ Ես էլ եմ անչափ ձեզ շնորհակալ, որ տարիները, վերջին տարիները մի քիչ որ կյանքը հիվանդությունները բան եղան, լրիվ մարդիկ իրարից հեռացան, թե չէ հեռախոսով ընտանիքի հետ կապը միշտ եղել է։ Պարզապես Գևորգն է շատ զբաղված եղել։ Ես իրեն հեռուստատեսությամբ եմ տեսել ու տեսնելուց, լսելուց հետո միշտ զանգել եմ Տիկին Զարուհուն, որ ես հիացած եմ Գևորգով, հպարտանում եմ, որ այդպես լավ սան եմ ունեցել, որով ես հպարտանում եմ, որով հպարտանում եմ քո երգով, Գևորգ ջան։ Շնորհակալ եմ շատ։ Այնպես որ դա բարերով չես նկարագրել, գոնե հիշում եք ձեր դասարանի նկարները, որ նայում եմ մի նկար կա, դուք չեք ունենա, ես ինձ մոտ վերցրել եմ։ Հիշում եք ձեր դասարանի երեխեքից օրը մեկ։ Չէ, հիշում եմ, կապը կա, երեխեքի հետ կապը կա։ Հա։ Ուրեմն շատ լավ երգում էր։ Այն ժամանակ էլ դες տեխնիկան բանը չկար, կարելի ասեմ։ Ուրեմն դաթարների ժամանակ մարզանք են կանում, ֆիզկուլ դաթար են կանում, Գևորգի երգի տակ նաև շատ լավ երգում էր։ Հետո որ հանձնարարություն ենք տալիս մասնագիտությունների մասին, ով ինչ կդառնա, Գևորգը սովորաբար երեխաները գրում են, ես օդաչու այդ մեկը տիեզերա գնաց, չգիտես ինչ, բայց Գևորգը հենց այդ տարիքում էլ գրել է, որ ես երգիչ պետք է դառնամ։ Չես հիշում Գևորգ։ Դե մի քիչ աղոտ եմ այդ ամեն ինչ հիշում, բայց հիշում եմ, որ երգում էի։ Բայց բաց դաս տվեցինք, բաց դասի ընթացքում անակնկալի բերեցիր, որ արտասանեցին երեխաները բան, իսկ Գևորգը համեմեց իր երգով։ Ինչ էր երգում այդ տարիներին Գևորգը։ Այդ լրիվ լավ երգեր էր երգում, ոչ թե այնպես, օրինակ Կակավիկ էր երգում, որ Սիրունիկ, սիրունիկ։ Ահա, դու չես հիշում։ Ավելի մանկական երգեր, շոքեք։ Դպրոցական տարիներին համապատասխան։ Մեսրոպ Մաշտոցի մասին այս երգեր էր։ Ծափ-ծափիկ, այսպիսի բաներ, որ եւ Գևորգը երգում էր, դասարանը ձայնակցում էր եւ վարժություններ էին կատարում։ Չի շատ դել չեմ ասում հանդեսների զարդներ։ Տիկին Հեբատյան, ինչ խորհուրդ կտաք Գևորգին։ Այն ազնվությունը, մաքրությունը, բարությունը, ընկերասիրությունը, ինչ որ եղել է իր մոտ, որ ես գիտեմ դեռ մանկուց, ես կուզեի, որ դա իր մոտ պահպանվի, երբեք չկորցնի դա։ Չեմ էլ կասկածում, թե դա Չի էլ կորի։ Իհարկե, ու մեկ էլ ուշացնում է, ես կուզեի, որ ինքը հիմա մենակ չլիներ, դասարանի աղջիկների մեծ մասը սիրահարված էին իր երգին, իրեն։ Այն ժամանակ դասարանի աղջիկներն էին սիրահարված, հիմա արդեն մեծ երկրպագուհիների բանակ ունի Գևորգը։ Կունենա, ես չեմ կասկածում։ Սիրահարված են եւ նրա երգերին։ Դա եմ ասում, էլի դեռ են մանկուց, բայց հետո որ իմացա, որ մինչև հիմա դեռ չի կազմել ընտանիք, նաև իմ մեծ ցանկությունն է դա, որպես արդեն տատիկ, դե ես էլ եմ տատիկ, իր տարիքի թոռ ունեմ, որ նորից չի ամուսնացել, իմ ցանկությունն է, որ ամուսնանա, որ Տիկին Զարուհին թոռնիկ ունենա։ Եվ ես պատկերացնում եմ, թե դուք ոնց եք քեֆ անելու Գևորգի հարսանիքին։ Տա Աստված ես կենթանի լինեմ, անպայման։ Ձեզ քաջ առողջություն։ Այո, իհարկե, դուք դեռ պետք է շատ երկար ապրեք։ Շնորհակալ եմ, ես ձեր հաղորդումները միշտ նայում եմ։ Ես շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ Եվ ձեզ։ հիացած եմ ձեր Անչափ մոտեցումով, ամեն ինչով։ Շնորհակալ եմ։ Դուք այնքան սերունդներ եք կրթել, բարի գործ եք կատարել, եւ դուք պետք է շատ երկար ապրեք, որ
վայելեք այս պտուղները, որոնք դուք եք նաև տվել։ Շնորհակալություն։ Ես տեսնելով իմ լավ թող Գևորգից լավը չլինեն, շատ լավ սաներ եմ ունեցել եւ ունեմ կան, որոնցով հիանում, հպարտանում եմ եւ ինձ այսպես ասեմ, իրենցով ես ինձ գնահատված եմ զգում, որ այդպիսի աշակերտներ երեխաներ կան, դա ես դրանով ինձ գնահատում եմ, գնահատված եմ զգում։ Ես չգիտեմ ով ինչպես կհասկանա դա, բայց ես այդպես եմ դատում։ Շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ ենք, որ դուք ժամանակ գտաք ու եկաք մեր տաղավար։ Ժամանակը անցնում է հիմա այդ բաներով են անում, ես գրքերով։ Եվ ուրախանում եմ յուրաքանչյուր սանի հաջողություններով։ Ուղղակի այսպես ինչպես են ասում, փառավորվում եմ ուղղակի, փառավորվում եմ յուրաքանչյուր սանից հաջողություններով, վատ եմ զգում պատահական սայթաքումների համար, իմ երեխաներն են բոլորը, այնպես որ Գևորգս բացառություն չէ, բայց Գևորգի հետ ուրիշ է եղել, ընտանեկան կապը կար։ Ես ամբողջ զրույցի ընթացքում ուշադիր հետևում էի եւ տեսնում եմ, որ ամբողջ զրույցի ընթացքում ձեռքի եք բռնել։ Դա եւս խոսում է մեծագույն նվիրումի մասին։ Տեսնում եմ իմ Գևորգի այն աչքերն են, որ այսպես խոնար անկեղծ են, խոսքը չեմ ասում, անկեղծ, շատ անկեղծ էր, շատ թե տանը, թե դրսում, որտեղ ընտանիքը այդտեղ շատ կարևոր է, հատկապես տարրական դասարաններում միայն ուսուցիչ չի կարող երեխային ձևավորել։ Այո, իհարկե։ Անպայման ծնողի, հատկապես մոր դերը շատ մեծ է, իսկ իր մայրը այդպիսին է եղել ու մինչև հիմա էլ նա ապրում է իր երեխաներով, իր երեխաների հաջողություններով։ Շնորհակալ ենք Տիկին Հեբատյան, շնորհակալ ենք ձեզ, մենք ձեզ ցավոք սրտի պետք է ճանապարհենք, որ շարունակենք մեր զրույցը։ Ես շատ շնորհակալ ու Գևորգ ջան, ես ցանկանում եմ առողջություն, երջանկություն, մեծ բեմեր եւ նաեւ հաջողություն, ասում է Տիտանիկի ուղևորները բոլորը եւ ունևոր էին եւ առողջ էին եւ հարուստ էին, բայց հաջողություն չունեցան։ Ես ուզում եմ, որ միշտ հաջողությունը ուղեկցի քեզ, իմ սիրելի, իմ լավ Գևորգ։ Շնորհակալ ենք, անչափ եկեք ես ձեզ գրկեմ, ես ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, շատ ապրեք, որ եկաք եւ մեծ լույսով լցրեցիք մեր տաղավարը, անչափ շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Հիմա ես ձեզ ուղեկցեմ։ Հաջողություն ձեր հաղորդմանը։ Շնորհակալ ենք անչափ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը, սակայն մինչ մեր զրույցին կանցնենք, ուզում եմ նշել, որ մեր բոլոր եթերները կարող եք գտնել նաև մեր YouTube-յան հարթակում, պարզապես այնտեղ փնտրում եք Արայիկ Համբարձումյան էջը, գտնում եք, միանում եք, թողնում եք ձեր մեկնաբանությունները եւ ինչու՞ չէ նաև ձեր առաջարկները։ Շնորհակալ ենք, որ շարունակում եք մնալ անդավաճան եւ հավատարիմ ու հետևում եք մեր բոլոր եթերներին։ Իսկ տարեվերջյան եթերների ընթացքում հրաշալի անակնկալներ են ձեզ բոլորից սպասվում։ Գևորգ, շարունակենք մեր զրույցը, ես տեսնում եմ դու դեռ հուզված ես, լարված ես, որովհետև 20 եւ ավել տարիներ չեք տեսել ձեր առաջին ուսուցչուհուն եւ դուք եւ նա շատ ուրախացաք, կարծում եմ, ստացվեց մեր անակնկալը։ Մինչև հիմա հələ ուշքի չեմ գալիս, անկեղծ եմ ասում, հա։ Դեռ շատ անակնկալներ կլինեն այսօրվա ընթացքում, կարծում եմ մեկը մյուսից ավելի հուզիչ, ավելի հետաքրքիր եւ պատահական չէր, որ ես հենց մեր նկարների սկզբում նշեցի, որ մենք անցնելու ենք ձեր կյանքի բոլոր ճանապարհներով, գնալու ենք անցյալ ու գալու ենք կանգնելու հենց այսօրվա ճանապարհի վրա։ Գևորգ, շատ են եղել ձեր կյանքում դժվար օրեր։ Հա, նենց ասպարեզ ենք ընտրել, որ դժվարությունը անդադ գալիս է, բայց դրա հետ մեկտեղ փառք Աստծո, այդ ամեն ինչը հաղթահարելի է լինում։
Ինչպես ես հաղթարում քո առջև ծառացած դժվարությունները, մենակով թե դիմում ես նաև մարդկանց օգնության։ Օգնությունը ես ստանում եմ մենակ իմ ընկերներից, որովհետև մեծամասամբ առաջարկներ, շատ տարբեր առաջարկներ են ինձ անկեղծ ասեմ եղել, որոնց որ հետագան շատ հարցական է եղել ու իմ բնավորությունը, իմ դաստիարակությունը, ու չգիտեմ, պրինցիպները, այդ ամեն ինչը sense միաձուլված ինձ թույլ չի տվել այդ առաջարկներից օգտվել, քանի որ եթե ես հանգիստ գլուխս չդնեմ բարձին չքնեմ, դա ինձ ոչ մի բան դրանից փոխարինող չի լինի, էլի։ Ես ավելի լավ աշխատեմ օրինակ X գումարի, բայց ես լինեմ հանգիստ, չաշխատեմ էլ իմանամ, որ կարամ ես, հա, կարամ այնց անեմ, որ բան։ Փառք Աստծո, ունեմ ես ընկերներ, ովքեր ինձ իմ ասպարեզի մեջ օգնում են, մեկս մյուսին ենք օգնում, այս sense ասեմ, որովհետև միակողմանի դա չի լինի ու առհասարակ կյանքի դրվածքը կարծում են, որ համ դու անես, սրտացավ լինես քո ընկերների նկատմամբ, համ էլ փոխադարձնել տեսնես։ Ճիշտ է։ Տարիներ առաջ երազում էիր ունենալ բարձրախոս միկրոֆոն։ Ու փորձում էիր հավաքել գումար, որպեսզի այդ միկրոֆոնը գներ, ճիշտ եմ հիշում։ Գնեցիր այդ միկրոֆոնը։ Հա։ Երկար տևեց այդ գումար հավաքելու process-ը։ Դե մոտ մի ամիս կամ երկու ամիս հավաքել եմ։ Հավաքեցիր։ Իսկ այսօր այդ միկրոֆոնը աշխատում է, երգում ես դրանով։ Դե չէ, դա ժամանակ սիրողական միկրոֆոն։ Իսկ հիմա կզարմանաս, եթե այդ միկրոֆոնը մեր տաղավարում լինի։ Դուք հասել եք մեր տունել տան պետքա որ տանը լիներ։ Չէ, տանը չի։ Միկրոֆոնը մեզ մոտ է, հենց այս միկրոֆոնն էր, չէ՞, որ դու փորձում էիր գումար հավաքել եւ քեզ համար գնել ու մեկ ամիս շարունակ հավաքեցիր։ Ավել երևի, հա։ Հա, մեկ ամսից ավել հավաքեցիր գումար ու վերջապես գնեցիր այս միկրոֆոնը։ Ես էլ ասում եմ, մաման այն օր ինչա պատվարները մեր ու որ կանում։ Հասկացա։ Միկրոֆոնի համար։ Հասկացա։ Կյանքի արժեքը ինչի մեջ է գտնվում։ Ավելի ընդհանրական երևի պատասխանեմ, արժեքը այն է, երբ որ դու երջանիկ ես դրանով։ Ամեն մեկի մոտ կարա տարբեր լինեն արժեքները։ Մարդիկ կան անգամ մարդկային արժեք չունեն։ Բայց արդյոք իրանք երջանիկ են։ Կարծում եմ, որ այնա, որ դու քեզ երջանիկ զգաս։ Կատարյալ երջանկության։ Այո, դու հանգիստ լինես, խիղճդ հանգիստ լինի։ Ձեր կյանքի ամենամեծ կորուստը որն է։ Այս մի քանի ամիս առաջ իմ հոպարի տղան մահացավ, կարծում եմ երիտասարդ։ Ընդունեք մեր ցավակցությունները։ Ինձ կասեք, ընկերասերեք կյանքում։ Հա։ Իսկ ինչպես եք ընտրում ընկերները, թե կյանքն է բերում կանգնեցնում ձեր ճանապարհին ձեր ընկերներին։ Ընկերներին կարծում եմ, որ կյանքն է ավելի շատ հանդիպեցնում ու այն մարդիկ, ովքեր որ հանդիպում են, երբեք ոչ մեկին պատահական չի հանդիպում ու ես անկեղծ ասեմ, իմ այս վերջի տարիներին իմ ընկերական միջավայրը կասեմ, թե ավելի ես փորձել եմ նենց մարդկանց իմ կողքում պահել, ովքեր որ չխանգարեն։ Ամենակարևորը դա է, որ չխանգարեն։
թե օգուտ կտան, թե դա հարցի մյուս կողմն է, որովհետև եթե ընկեր ես, պետք է ամեն ինչ անես, չգիտեմ, փոխադարձ բանի վրա, բայց ովքեր որ քեզ խանգարում են, ավելի լավ է բաց թողնես, որովհետև կյանքը այնքան սենց տարիները շատ արագ է անցնում ու կա այսպիսի մի բան, ասում են, երբ որ դու ունես երկու հատ բիզնեսմեն օրինակ ընկեր, երրորդը դու ես, ունես երկու երկիչ ընկեր, երրորդը դու ես, եթե ունես երկու հատ նարկոման ընկեր, երրորդն էլ բնականաբար դու ես ու շատ տեսեք ինչքան, ասենք դպրոց, հետո ուսանողական տարիներ, հայ երկու դպրոց եմ ես փոխել, ուսանողական տարիներ, բանակ, շատ մարդկանց եմ հանդիպել, շատ փառք Աստծո եւ նաեւ ունեմ դպրոցից ընկերներ, միջև ընկերություն եմ անում ինստիտուտից եւ այլն, բայց ամենակարևորն այնպիսի մարդիկ պետք է լինեն, որ քեզ հանկարծ իրանց ճիրանների մեջ չգցեն, քեզ ավելորդ գլխացամաքների մեջ չշեղեն ճանապարհներից։ Հա, ամենակարևորը դա է։ Գևորգ, ասեք, ինչ է ձեր կարոտի անունը։ Դժվարն է այդ հարցին պատասխանել։ Որն է այն կարոտը, որ անուն կտակ այդ կարոտին։ Չգիտեմ, ինչ որ կարոտը ու այդ կարոտը ձեր սրտում մնացել է վերջինքը չի անցնի, որն է այդ կարոտը։ Միգուցե մանկության տարիներ, միգուցե, չգիտեմ, սեր։ Երևի մանկության տարիներ, այդ անհոգությունը, բայց այդ մանկության տարիների հետ ոնց որ այդ փայլը եղբորս կորստով ասենց խամրեց, որովհետև մենք համարյա հասակակից էինք ու ես դաժե մինչև հիմա ոնց որ հələ չընկալեմ ու չհավատամ, որովհետև մի երկու ամիս առաջ է եղել։ Իսկ ինչն էր նրա պատճառը, Գևորգ։ Հանկարծակի ինֆարկտ։ Ինչևէ, կյանք է եւ կյանքը մեր կամքից անկախ օրենքներ է բերումացնում մեր կյանք եւ մեզանից թանկ մարդկանց տանում կյանք։ Մեզ մնում է պարզապես ուժեղ լինել եւ ապրել, ապրեցնելով այն մարդկանց, ովքեր մեր սրտում են եւ մեր կարոտների մեջ։ Գևորգ, գնանք առաջ, չեմ ուզում շատ հուզվես, չեմ ուզում քեզ շատ հուզեմ, ինձ ներողություն եմ խնդրում քեզ հուզելու համար եւ անցնենք առաջ հաջորդ թիվ, ինձ կասեք կյանքում սիրում եք լռությունը, թե աշխուժը։ Եվեն։ Աղմուկն ու լռությունը երկուսն էլ ձեր համար ընդունելի են կյանքում։ Հա, ես երբ որ մուսա է գալիս ինչ-որ որ ես պետք է ինչ-որ մի բան մտածեմ, ավելի կամ թեկուզ իմ գործնականի մեջ որ պետք է մտածեմ, որ ոնց եմ անելու բացի երկեր գրելուց։ Այդ ժամանակ սիրում եմ որ հանգիստ լինեմ, որպեսզի ուղղս կարողանա ճիշտ հասկանամ էլի ինչ եմ անում։ Բայց նաև դրա հետ մեկտեղ էլ ես չեմ կարողանում հանգիստ նստեմ, ասենք մարդիկ կան չէ օրերով տնես միտեղ կնստի ու կնստի, ես այդպես չեմ։ Եթե ես մի օր օրինակ տանից դուրս չեմ գալիս, այդ օրը իմ համար օր չի։ Հա, էլի ու ես ավելի աշխուժ կյանք եմ սովոր, ավելի այն ինչը որ երուզերը ավելի ակտիվ կյանք եք սիրում ապրել։ Գևորգ, ինչպես եք ընտրում երգերը, ինչ պատականության արդյունքում են ձեր երգացանկի երգերն ընտրվում։ Կարծում եմ ըստ հոգեվիճակի ու քանի որ մեծամասամբ ես եմ գրում իմ երգերը, այս վերջի տարիներին է որ իմ ընկերների հետ եմ համագործակցում, բայց միշտ համագործակցությունը այն է որ միասին ենք անում, ասենք չի մի քանի երգեր է որ ուղղակի թողել եմ իրանք են գրել էլի, քանի որ ես էլ եմ ստեղծագործում, ուզեմ չուզեմ խառնվում եմ այդ երգի process-ի մեջ։ Իսկ ընտրությունը ըստ այդ պահի հոգեվիճակի, ըստ երգերի հաջորդականության կամ չգիտեմ, ըստ երևի
ինչ որ մի չափով էլ որ ժողովուրդը ոնց ինչ կսիրի այդ բահեն էլի։ Ըստ նաև պահանջարկի։ Հա, ինչն է սենց տրենդի մեջ ասած։ Գևորգ, եւ եւս մեկ հարց ու արդեն կբացվի այս անակնկալ ծրարը եւ բարձ կդառնա թե ինչ նամակ է այնտեղ թաքնված։ Ում ինչ ունեք խոստովանելու, ասելու, քանի որ դուք հիմա գտնվում եք խոստովանության տաղավարում, միգուցե կան խոսքեր, որ կցանկանաք հենց հիմա եթերից ուղղել ինչ որ մարդու, չգիտեմ, բայց ում։ Չգիտեմ, երևի առաջին իմ ծնողներին շնորհակալություն ասեմ նաև այսպես, չնայած որ միշտ եմ շնորհակալ ու ամեն ձև ես փորձում եմ իրենց տարիների չարչարանքը, իրենց անկոն գիշերները, իրանցից զրկած այդ ամեն ինչը փորձեմ լրացնեմ, ունենց անեմ, որ իրանք անհոգ լինեն մաքսիմալ։ Բրավո։ Ու նաև այն մարդկանց, ովքեր ինչ շրջապատող հարազատ մարդկանց, ովքեր որ քեզ բարին են կամենում ու ամեն ձև պատրաստ են լինել քո կողքին, քո էտապային ասենց անցողիկ դժվարություններին քո կողքին լինեն ու լինեն դա անեն անշահախնդիր։ Ես իմ մանկության տարիներից երազանք էր, երբ որ մենք տեղափոխվեցինք սեփական տուն, երազանք էր, որ այդ տունը սարքենք, որովհետև շատ անմխիթար վիճակում էր։ Ու երբ որ հասունացավ պահը, որ մի քիչ հասկացա ֆինանսապես պատրաստ եմ, տունը ամբողջությամբ քանդեցինք ու ես չէի պատկերացնում, թե ինչ դժվարություն, ինչ մեծ ծախսերի հետ է կապված, անկեղծ չէի պատկերացնում։ Ու այդ ժամանակահատվածում ես այնպես մարդկանցից օգնություն ստացա, որ անկեղծ չէի պատկերացնում։ Բայց կան նաև մարդիկ, որոնց վրա նաև վստահ էի, որ կլինի, բայց դա չստացա։ Կյանքում այն մարդը, որ քեզ ինչ-որ մի բանով մատիցդ փուշ է հանում, կյանքում պետք է իրան չցավացնես ու չնեղացնես։ Եթե կարաս, պետք է ավելին ու ավելին անես իր համար։ Այո։ Գևորգ, անցնենք նամակին, ես այս անանուն նամակը հիմա կփոխանցեմ ձեզ, պիտի խնդրեմ, որ բացեք եւ բարձրաձայն կարդաք ու վերջում փորձենք հասկանալ ով է նամակի հեղինակը։ Եթե չկռահեք, ես ձեզ անպայման կհուշեմ։ Բայց նախապես ասեմ, որ ձեզ համար շատ կարևոր մարդ է նամակի հեղինակը։ Գևորգին ճանաչում եմ շուրջ 12-ից 13 տարի։ Լավ ու վատ օրերի ընկերներ ենք։ Միասին շատ ճանապարհ ունենք անցած, բառից բուն իմաստով։ Զավեշտալի ու արկածային օրերը մեր կյանքում այնքան շատ են, որ անհնար է ողջ կյանքում մոռանալ։ Ասում են մարդուն ճանաչելու համար պետք է նրա հետ երկար ճանապարհ գնաս։ Մենք գնացել ենք այդ ճանապարհը, ասեմ նաև շատ վտանգավոր ճանապարհով ենք անցել։ Չնայած որ ես մեծ մարդ եմ, այնուամենայնիվ մեր հումորն ինձ ջահելացնում է։ Գևորգին մաղթում եմ միայն վերելքներ ու թող որ լավ հիշողություններն իր կյանքում շատ-շատ լինեն։ 12-ից 13 տարի։ Ոստեղ մի հատ էլ բան ասեց, որ Գևորգին փորձենք վերլուծել, միգուցե ինչ որ տողեր կան, որոնք կարող են ձեզ հուշել, թե ով է նամակի հեղինակը։ Շատ վտանգավոր ճանապարհներ ենք անցել։ Նաև հումորի մասին է այնտեղ, հա, ոնց որ խոսում, որ Զավեշտալի ու արկածային օրերը մեր կյանքում այնքան շատ են, որ անհնար է ողջ կյանքում մոռանալ, ասում են մարդուն ճանաչելու համար պետք է նրա հետ երկար ճանապարհ գնաս։ Okay։ Մենք գնացել ենք այդ ճանապարհը, ասեմ նաև շատ վտանգավոր ճանապարհով ենք անցել։ Այսի չհասկացա, չնայած որ ես մեծ մարդ եմ,
Այնուամենայնիվ մեր հումորն ինձ ջահելացնում է։ Իմ ընկերներից ունեմ ես, որ ինձնից տարիքով ավելի մեծ է։ Միգուցե նրանցից մեկն է։ Կարծում եմ, որ Վահենն է։ Չէ, Վահեն չի։ Վահեն չի։ Նարեկ Սարոյան։ Օ, Ով է Նարեկը։ Ձեր ընկերը։ հա։ Նարեկի նամակն է։ Ինքն էլ հստեղ։ Չէ, ինքը այստեղ չի, իր նամակն է այստեղ։ Բայց դա նենց տարիքով մեծ մարդ են։ Հա, բիձեն է, հասկացա։ Պես այնտեղ նա հուշում էր արել, դուք իրեն նաև այլ կերպ եք, հա, ասում բիձա։ Հա, բիձան արեք ենք։ Բիձա Նարեկ։ Նարեկ ջան, շնորհակալ ենք նամակի համար, շնորհակալ ենք գեղեցիկ եւ ջերմ խոսքերի համար, որ ծրարել եք ու ուղարկել մեր տաղավար։ Ձեր նամակը հասել է իր հասցեատիրոջը։ Այո։ Այնտեղ հուշում էր, շատ սիրուն հուշում էր արել։ Չէ, իմ ընկերների մեջ կան ինձնից ավելի տարիքով։ Հա, դուք այդպես։ Հա, մտածեցի, անգամ վրացի Վահեն թորնիկ ունի, ու մի անգամ թորնիկի մեկամյակներ իմ մյուս ընկերներից մեկն է զանգում, ասում է որտեղ ես, ասում եմ ընկերոջս թորան ծնունդին եմ, հետո ես զարմացա իմ ասացի վրա։ Ընկերոջս թորնիկի ծնունդին եմ, էլ բաներ։ Դրա համար մտածեցի, որ Ուրիշ իմ մարդ։ իմ մյուս ընկերներից եմ։ Գևորգ, շնորհակալ ենք։ Ես էլ եմ Մեր շնորհակալ։ զրույցը կամաց մոտեցավ իր ավարտին, այս տաղավարում շատ հետաքրքիր խոստովանություններ հնչեցրեցիք այսօր։ Ծանոթացանք մենք եւ մեր սիրելի հեռուստադիտողը ձեր կյանքի պատմությանը մասամբ։ Մյուս մասն էլ արդեն կծանոթանանք հաջորդ եթերների ընթացքում։ Հուսով եմ մեր զրույցը ստացվեց։ Այո, շնորհակալ եմ շատ, ես էլ անկեղծ շատ հանկարծակի հաճելի շատ անակնկալ էր իմ համար իմ առաջին ուսուցչուհուն տեսնելը ու շատ բովանդակալից ու հետաքրքիր էր անկեղծ ես չէի սպասում միշտ անկեղծ ասեմ միշտ խուսափել եմ այսպիսի ֆորմատի հաղորդումներից որովհետև մտածել եմ որ չեմ կարող ճիշտ բառերով բացատրեմ բայց այն էմոցիոնալ բաները ես չեմ կարող տալ, որովհետև ես ավելի մի քիչ փակ եմ կան օրինակ մարդիկ ովքեր որ ազատ խոսում են իրենց անցած դժվարություններից ավելի մանրամասն իմ համար մի քիչ էտի փակ է այնքանով որ մեր համարյա հասակակից մարդիկ բոլորն էլ դժվարությունների միջով անցել են, նաև անցնում են, քանի որ այն ժամանակ երկրի վիճակից, տարիների աշխատանք չլինելուց, բան բոլորիս ծնողներն էլ շատ դժվարությամբ են վաստակել ու բաները։ Ես միշտ այսպիսի հաղորդումներից եմ ասում, միշտ խուսափել եմ, որովհետև չեմ ուզեցել այդ ամեն ինչը մանրամասն ներկայացնել եւ այլն։ Շնորհակալ ենք վստահության համար եւ շնորհակալ ենք գեղեցիկ պատմությունների համար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսին էր սիրված տաղանդավոր երգիչ Գևորգ Սիրեկանյանի կյանքի պատմությունն ու խոստովանությունը։ Դուք էլ խոստովան եք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր պատմություններով եւ խոստովանություններով։